Այո, իմ սիրելի վարչապետին։ Այդ ո՞րն է դա։ Ես ո՞րն է բան։ Չեմ հանդիպել իր հետ, առաջի գալուց հանդիպել եմ, բարևել եմ, խոսացել եմ։ Կուզեի էլի հանդիպել։ Կան հարցեր, որոնց ես ուզում եմ, որոնց պատասխանները ստանալ։ Չէ, իմ մոտ լրիվ իր հարցերը, իր ամեն ինչը պարզ հստակ է։ Այլ տարբերակներ չեք դիտարկում 19 քաղաքական ուժ է մասնակցում ընտրապայքարին։ Այդ ոչինչ էլ չի նշանակում։ Փաշինյանն ընտրվելու վերջ։ Խաղաղություն կա հիմա։ Այո։ Դուք չեք զգում, որ կա ու կլինի, որովհետև ժողովուրդը մայրաքաղաքում ենք, էջմիածնում ենք, Փաշինյանը իր ընտրական ծրագրի մեջ ներառել է մի կետ, որով որ պատրաստվում է եկեղեցին բարենորոգելու։ Օրինակ դուք ինչպես եք վերաբերվում։ Ես շատ իր հետ համեմատեմ։ Անամիտ եմ իր հետ բալիկ չէ։ Ես մի բան կարող եկեղեցու այս կոչեցյալ այս անմին չատրա։ Ինձ բանից աշխատանքից զրկել է։ Այգում աշխատում էինք մենք, մեր մեծ այգին աշխատում էինք, եկա վերցրեց մեր այգին, աշխատողներին բոլորին հանեց ու ինքը վերցեց ու հիմա քարուքանդ այդի։ Այդ ազգի, որ ես բազմազավակ մայր եմ, աշխատում էի երեխեքիս պայնում, բայց եկավ զրկ, ու մեզ գիտես ինչ ասեց, բոլորին հավաքեց, գումար չուզեք, մենք գումար չունենք։ Այդ կորթղեկոսը կոչեցյալը, ոնց կարա սրան մարդ համարեց, ու մագական այգին ոչինչ չացրեց։ Հիմա այգում ոչ մի բան չկա, մի հատ արձանա դրե, Վազգեն Սարգսյանի ներողություն, կաթղիկոսի արձանը, կեղտերի մեջ, հողերի մեջ, ծրտում են վրեն, ինքը արժանի է, արժանի չէ, Վազգեն առաջինը, հա? Այդ է մեր դժգոհությունը Իրանից։ Ոչ հանել է, որտեղից ես արդեն 80 տարեկան կնիկ եմ ու բազմազավակ 7 երեխայի պահում առանց ամուսնու։ Եկավ հանել, ես ֆոտոնկարիչ էի, լուսանկարիչ։ Եկավ վերցրեց անգամ իմ ամուսնու։ Եկել եմ մի խոսք ունեմ։ Անգամ իմ ամուսնու դրած դռներն ու լուսամուտները չթողեց հանեին։ Ալյումինից էր, տարավ հանձնեց։ Չթողեց, ասեց դուրս եկեք ու վերջ։ Տիանա Գասպարյանն էլ էր ԿՊԻ ներկայացուցիչ։ Դրանուն ըսկի մի տուր։ Հիմա ինչպես եք իրենց հետո կրկին վստահում եք քաղաքական Ում է։ Նիկոլոպլսկա չեն վստահում։ Պայմանագիր քաղաքական ուժին։ Դե մենք վստահում ենք Նիկոլին, ես չգիտեմ։ Տիանա Գասպարյանն էլ էր, չէ՞ իրեն։ Հա, բայց ինքը լավ մեր Հայաստանը, Էջմիածինը լավ կերավ ու խմեց։ Պետական գործերի միջով է։ Հա, անցնում է ճիշտ է։ Հիմա մենք ինչ անենք, որ ինքը անկուշտ էր։ Մենք ասենք կին է, թող գա, երևի բայլավի Էջմիածինը, բայց ընդհակառակը։ Վառեց ու դաղ։ Քանդեց, կիսուր, կեսար, հեր, մեր խառնեց իրար։ Այո։ Արեց սաղ մեր պատժվեց դրա համար, Փաշինյանը պատժեց իր։ Չէ, երևի չի պատժ։ Չի պատժվել, բայց չի պատժել։ Չգիտենք, հետո Բանի համար բաժի։ չէ, այլի։ Տեսեք, օրինակ ընդդիմադիրների շրջանում գաղտնալսումներ են իրականացնում, սրբազաններին են կալանավորում։ Հա, լավ են անում։ Ձեզ համար ընդունելի է։ Այո, ընդունելի է։ Միայն Նիկոլնա մեր սրբազաններին կալանավորում։ Լավ անում։ Ճիշտ է անում։ Դրա համար մեր հայ ժողովրդին պետք չի նիկոլական պլիտան, մեր մայր տաճարի գմբեթին կանգնած սուրբ հոգևոր խաչը մեր հայ ժողովրդին ուժգին ջերմություն կտան։ Մենք հայերս ինչքան էլ նեղվենք, մեր քրիստոնեությունը բոլորիս բարձր կպահենք։ Թուրքիան կքորացնենք, հայ սրտն էլ գովացնենք։ Նիկոլից են գհեռանանք, Հայաստանս գլիացնենք։ Տեսեք, եթե ամեն դեպքում Հայրիկ ջան, բարև ձեզ։ Եկել եք Փաշինյանին աջակցելու։ Այո։ Ինչու հենց իրեն։ Ամեն ինչում, այն սկզբից մինչև վերջ։ Վերջի կոպեկը ամեն երիգով ցույց է տալի, թե որտեղից եկա որտեղ։ Արա դու գրած պարսը գիսերում։ Բայց ինչ ես գիժանտես։ Գիժ մորը տաղուտես քաշելի սալման։ Քեզ նայ, Մենք քրիստոնյա Հայաստանն ենք, ինքի լամուկի պետք է։ Տեսա փուշին ինչ եք լսում։